Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, այսօր կանրադառնանք այն երևանյան կերպարին, ովքեր իրենց անապազօրյա հացը վաստակում են արտագնա աշխատանքով։ Խոսքը խոպանչիների մասին է։ Միջալուց ասեմ, խոպանչիները շատ յուրահատուկ մարդիկ են, որովհետև նրանք չտիրապետելով ոչ մի մասնագիտությամբ կատարում են ցանկացած աշխատանք եւ ասեմ ավելին, չտիրապետելով ոչ մի լեզվի շփվում են ցանկացած օտարերկրացու հետ։ Իմիջիալոց ասեմ, խոպանչիները նման են չվող թռչունների։ Ուղղակի ի տարբերություն թռչունների, նրանք չվում են ոչ թե աշնանը, այլ գարնանը եւ ոչ թե տաք երկրներ, այլ ցուրտ, մասնավորապես Ռուսաստան։ Նրանք ովքեր չգիտեն, ասեն, որ խոպան նշանակում է անմշակ հող, հետևաբար խոպանչին այն մարդ է, ով որ մշակում է այդ անմշակ հողը։ Մինչդեռ հայ խոպանչիների ճնշող մեծամասնությունը մշակում են ոչ թե Ռուսաստանի անմշակ հողը, այլ ռուս բազմամշակ կանանց։ Տայնիա։ Это Виля. Մի ոնց որ բացդրեմ, որ շատ լավ էր։ Это Виля. Много хорошо. Понятно? Таня, ты иди Ваня, балавай. Я отвечаю. Женя. Отвечаю. Ալո, բարև կնիկ մարդ։ Բարև Աշոտ ջան, ո՞նց ես, էս ինչ ես անում։ Հենց նոր ասֆալտը մի երես փռի։ Հիմա թռչում եմ, որ հետո մի երես էլ բարուց փռիմ։ Հետո մի հատ մել լավ կկադոգեմ ու այսօր արդեն շաբաշ, կերտամ տուն։ Ապա դու ինչ կենես։ Ես սիրածիս հետ սեքս եմ անում։ Թուքո, հիմա անասուն։ Таня, du այսօր լրիվ ուրիշ էր։ Что? Ты արի մի բացադրե։ Таня, ты сегодня полный чужой. Что? Таня, ты иди в кухню. Кофе готовь, не? Я сейчас Женя сказать телефон. В общем, кофе стойте. Ալո, ակնիկ մարդ, բարև։ Բարև Աշոտ ջան, ո՞նց ես, ինչ ես անում։ Ինչ պետք է ենեմ։ Ուրեմն հենց նոր պարգեդը մի հատ ցիգլովկա երիմ, հետո մի հատ շալիվովկա երիմ, հետո մի հատ լավ բալդիրովկա երիմ, ամի սպասում եմ կոֆես բերեն, որ մեկ իչ խմեմ տնջնամ, որ մի հատ վերջնական լաքեմ, ու այսօր արդեն վсё, շաբաշ կերտամ տուն։ Ապա դու ինչ կենես։ Ես սիրածիս հետ սեքս եմ անում։ Թու թակեմ ես քո երեսին, հիմար կնի։ Անասուն։ Таня, иди стель, аրա։ Ay.
Ես օրեցօր համոզվում եմ սովորական մարդ չես։ Что? Դե ամի, արի, ես կան այսօր բացը դրե։ Կուզեմ սելոր, տայնյա։ Я օրեցօր, ձենից ձեն, համոզվում եմ ուգավարիլսը, что ты սովորական մարդ չես։ Նենորմալնի չլավեք։ Բանինյա։ Таня, Женя, или Званя, ты иди. Гназал ми банов сбавай. Что? Говорю, иди зал, ми банов сбавай. Одной штукой занимайся, если закагам. Что? Ара иди смотри на телевизор. Спани рарай. Nervous գերավարը։ Ալո։ Հա, կնիկ։ Բարև Աշոտ ջան, ո՞նց ես։ Էս ինչ ես անում։ Ինչ պետք է ենեմ։ Առավոտ շուտ եկա գործի։ Մի ադամ կուխնյայի պատերը շինի։ Հետո գնացի բաղնիքի պատերը շինիմ։ Աչե Բաղնիքի պատերը երկու անգամ շինեցի։ Հետո նոր եկա էսա հենց նոր արդեն սպալնի պատերը շինիմ, էսա մի քիչ հետո եկերտամ զալի պատերը կշինեմ, ու այսօր արդեն շաբաշ։ Աբա դու ինչ կենես։ Ես սիրածիս հետ սեքս եմ անում։ Աղջի, ես չեմ հասկնա, դու վաբշե ֆանտազիա չունիս, ես կնաս, ես կարացած կորել եմ սակում, դանդաս կորել անեմ, կորել արադին, ես են միալեմ տխավաց է, հետևին կորելի կասեմ, ես կնաս կեսի, մի հենձեմ հատշեմ հելուղ տանքեմ, ես կուտիրում է, ես մարկսեմ, Խոպանչիները այն եզակի հայերից են, ում համար կոֆե է պատրաստել Սոֆիա Ռատան, ում ռեստորանի հաշիվը փակել է Իոսիֆ Կաբզոնը։ Բոլոր խոպանչիները շատ մոտիկից ճանաչում են Ալլա Բորիսի Փուգաչովային։ Իսկ հիմա խորհրդային միության փլուզումից հետո, երբ արդեն խոպանչիները կարող են արտագնա աշխատանքին մեկնել Եվրոպա եւ Ամերիկա, մենք շատ շուտով կլսենք նման արտահայտություններ։ Ինձ համար սուրճ էր պատրաստում Ջուլիա Ռոբերտսը։ Իմ հաշիվը ռեստորանում փակեց Ալ Պաչինոն։ Իսկ թե ինչ կարող են անել հայ խոպանչիները մեկ շիշ կոնյակով Մադոննայի հետ, թողնում եմ ձեր երևակայությանը։ Ջան, բա խելնի։ Դու ես տարիքիդ խեսեթում Եվրոպա։ Տղա ջան, ես ամբողջ կյանքս Ռուսաստան խոբան եմ աշխատել։ Գործս արել եմ, փողս կամ ուշացրել են, կամ փողս չեն տվել։ Հետո համար մի որոշել եմ, որ մտնեմ դեսպանադուն, ելնի մեր տամ Եվրոպա, նորմալ, հանգիստ իմ համար աշխատեմ։ Բա դու ինչի համար ես երթում։ Բա ինչ անեմ է ջան, երեք զանգել եմ Ֆրանսիա անգերոջս, չես պատկերացնի ինչ էր պատմում։ Ասում եմ տունը տվել են, ձրի։ Ուտելիքը տալիս են, ձրի։ Հագնելիքը տալիս են, ձրի։ 600 եվրո էլ փող են տալի։ Հենց այս տեղը։ Բոշիվան չի անում, բա պատկերացնում ես, որ մի բան անեմ ինչքան կստանամ ձյաց։ Տղա ջան, հենա մնացте, այդ մի բան այստեղ էրա։ Լավ է ջան, ստե ինչ անում են, բռնում տանում են քաղմաս։ Հաջորդը մտեք։ Իմ հետ եմ ես, երևի կրամ։ Viens voir les comédiens, voir les musiciens, voir les magiciens qui arrivent bien, voir les comédiens, voir les Հաջորդ ով է, հայրիկ ջան, եկեք մոտեցեք։
Բարև ձեզ։ Բարև աղջիկ ջան։ Ինչ նպատակով եք գնում Ֆրանսիա։ Ֆրանսիա գնում եմ միայն ու միայն աշխատանք ընտրելու նպատակով։ Իսկ երբևէ աշխատել եք, աշխատանքային փորձ ունեք եվրոպական երկրներում։ Աղջիկ ջան, ես իմ ամբողջ կյանքը աշխատել եմ Ռուսաստաններում, Օմսկ, Պսկով, Չելյաբինսկ, Ուկրաինա եւ այլ նման տեղեր։ Լավ, բարձ է։ Իսկ ֆրանսերեն գիտեք։ Ես աղջիկ ջան, ամբողջությամբ դիաբետում եմ ֆրանսիական լեզվաբանությանը։ Comment t'appelles-tu։ Ժերար Դեպարդյե։ Ներողություն, բայց այստեղ գրված է Պողոս Պետրոսյան։ Պողոսի ես Էդի մանունն է։ Լավ, բարձ է։ Իսկ այդ դեպքում ինչ եք աշխատելու այնտեղ։ Աղջիկ ջան, ես ընդհանրապես բնավորությամբ եւ մասնագիտությամբ ռեմոնտիկ եմ, բայց որ հանգարց ինչ-որ ռեմոնտի բան ինչ-որ հարցեր չլինի, ես անպայման փորձած կլինեմ աշխատել ուրիշ մի բնակավարում, որտեղ որ ես ինձ լավ կզգամ միգուցե երևի։ Հարիկ ջան, շատ ներողություն եմ խնդրում, բայց ստիպված եմ այս հարցից այս տալ։ Եթե ծայրահեղ վիճակ լինի, հնարավոր է, որ դուք գողություն անեք այնտեղ։ Աղջիկ ջան, ես արտար քրտինքով աշխատող մարդ եմ։ Ես իմ ամբողջ կյանքը իմ քրտինքով եմ աշխատել։ Ես ոնց կարամ ինչ-որ մեկի ջեբը մտնեմ, այդ փողը վերցնեմ, տանեմ ուտեմ։ Հարիկ ջան, շատ ներողություն եմ խնդրում, բայց երբ որ շատ նեղը լինեք, հնարավոր է, որ ինչ-որ գողություն անեք։ Աղջիկ ջան, եւս մեկ անգամ կրկնում եմ։ Ես օր սոված սատկելուց էլ եղնիմ, ես շներու հետ կնստիմ, հաց կուդիմ, բայց ոչ մեկու ջեբը չեմ մտնի, այդ փողը չեմ տանի, չեմ ուտի, առավել եւս ոչ մի սուպերմարկետը ես չեմ մտնի։ Լավ Հայրիկ ջան, բարի, ես ձեզ հավատում եմ եւ այդ իսկ պատճառով ձեզ մերժում եմ։ Աղջիկ ջան, ես քեզ ասում եմ գողություն չեմ անի, դու ինձ ասում ես մերժում ես։ Հայրիկ ջան, գողություն անել չգիտես ու գնում ես Եվրոպա, ես չեմ հասկանում։ Գնում ես Եվրոպա, ինչ անես, գնաք խոսքողները արտադրություններ աշխատում։ Օպանչիները շատ սկզբունքային եւ կայացած տղամարդիկ են։ Անկախ նրանից, թե քանի անգամ են նրանք թռել ինքնաթիռով, միևնույն է նրանց չես կարող համոզել, որ ինքնաթիռում չի կարելի ծխել, կպցնել ստյուարդեսային եւ հանել կոշիկները։ Բայց համենայն դեպս կան նաեւ համեստ խոպանչիներ, որոնք անկախ նրանից, թե ինչքան գումար են վաստակել խոպանում, միևնույն է տուն են վերադառնում այն նույն հագուստով, որով եւ գնացել են տանից, ասենք 20 տարի առաջ։ Աբջան ինչ ես։ Լավ խեմ հոպար ջան, դու ոնց ես։ Ես որտեղից ես գալի։ 25 տարի Հայաստան չեմ եղել։ Ըշտասի որ կամ հասնեմ իմ ընտանիքին։ Ճիշտ է սարը։
գիտեի կարոդեի ես հոդը։ Արպիգ։ Այդ տղա դու ով ես։ Բա դու ով ես։ Արիստե ասեմ այդ տղա ես ով եմ, ընկի առաջ էլ։ Ով ես։ Արիստե ես քեզ այդոք քացեմ։ Արիստե եղավ արպիգ աղջիկ, ուրեմն ես ընդամենը 25 տարի ոտս տնից քաշեմ ու դու սիրած ես պահում, արպիգ աղջիկ հեսա է որ եկել ես տուն է, ոտներդ փաշրելու եմ։ Վարշտան։ Այդ ղասիկ դու ես։ Ես եմ, հəbə որ մի ես եմ։ Այդ տղա, բա դու խիղճ ունես, 25 տարի թողեցիր գնացիր խոբանները, միա չէ հետաքրքրվեցիր քո ընտանիքը ոնց է։ Համարդ էլ փոխել ես, ես զակ տվեցի կատակ մկրճանի միջոցով ուզում էի հետևեի տենայ որտեղ ես գնացեք օրե։ Այդ տղա, մի ուզելի դու չէիր կարա միա ծանկիր տենայր, ինչ ենք շնչում, ոնց ենք ապրում, մեկ էլ կարծում եք թե մերել ես արդեն։ Ասենք թե մերել եմ։ Ադի քեզ իրավունք է տալիս, որ դու սիրած պահես։ Ամոթ քեզ վարշտան տղա, 1000 ամոթ քեզ։ Ուրեմն ես նամուսով պատվով այսքան տարի ապրել եմ, գնաց հավաքարություն եմ արել, ուրիշի ոտի տագետ եմ մաքրել, որ իմ ընտանիքը նամուսով պատվով պահեմ, իմ երեխուն կրթության տամ, դու ինձ եկի ասում ես սիրած, ապրես վարշտան տղա։ Ինչ երեխա։ Մեր երեխուն, մեր տղին։ Հəbə ուր է մեր տղեն հմի։ Մեր տղեն լողանում է, բաղնիկում է։ Այ աղջի, ադիգ մեր տղեն էր։ Հəbə ում տղեն էր։ Աբուշ լագոտը ինչխե մեծացել էր։ Հիմար կնիկ։ Ես այն ժամանակ որ քեզ ասում էի երկրորդ հարգում տուն վերցնենք, դու ասում ես չէ, 6-րդ հարկ, ես էի ուզում, երեխուն թալեցի դուս։ Իմացա սիրածի։ Ուսս քորնալը գումերի երեխեներ։ Վերևից որեները տեմպած վերքեր մեր երեխեներ։ Երեխուն կջար։ Հացե ճարտել եմ, զագես մտաղով կուսությունները։ Իսկ ովքեր հետագայում որոշել են զբաղվել խոպանչու բազմաբովանդակ աշխատանքով, այժմ առաջարկում եմ հետևել պրոֆեսոր Գևորգյանի խորհուրդներին։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր ես կփորձեմ օգնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են ապագայում մեզ դիտել արբանյակային հեռուստատեսությամբ։ Եթե դուք որոշել եք բռնել խոպանի ուղին, ապա պետք է հետևել մի շարք կարևոր խորհուրդների։ Նախ եւ առաջ շատ կարևոր է, թե ում հետ եք դուք գործ բռնում խոպանը։ Ապջան ինչ գործ կարաճարգես։ Ախպեր, այս Մոսկվայում ամենակարևորը ճիշտ անցումի տակ նստելն է։ Օրը մեռած 500 ռուբլի փող ունես, ցավը տանը։ Արջ չկա։ في مصاري في فلوس تمام Ինչ։ مصاري بدك شغل الله اكبر Արջ չկա ապջան։ Ապջան ինչ գործ կարաճարգես, Արմինին, յա Արմինին։
Ախպեր ես քեզ ամսական $10,000 փող եմ տալու նաղդ։ Паспортный колхоз испытался. Работа на стройке вас интересует? Да. Եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա անպայման կգտնեք ճիշտ գործատու։ Նրա մոտ աշխատանքի անցնելու համար շատ կարևոր է ճիշտ ներկայացնել ձեր ունակությունները։ Աբջան, ես կրնամ 1021 խաղամ, գուզես։ Աբջան, ես կրնամ բոշկա գլորեմ։ Կրնամ զաստամի դենեմ, ուրիշը գլորա։ Կրնամ լեզուս կպցնեմ քթիս ծերին։ Կրնամ սեց ենեմ։ Հոյ, 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 հոյ։ Լիսուրա ձիլս յոլեշկավ, լիսուանա ռասլա, զիմո իլետով ստրոյնայա, զիլյոնայա բլա։ Հարյոտանասուն բետ, հարյոտանասուն յոտ, հարյոտանասուն ինը։ 5 րոպե 18 վայրկյան։ Շինարարության հետ կապված ամեն ինչ կենեմ։ Եթե ձեր գործատուն վստահի ձեզ եւ դուք անցնեք նրա մոտ աշխատանքի, ապա վստահ եղեք, որ շատ կարճ ժամանակահատվածում դուք ձեր հալալ քրտինքով կվաստակեք ձեզ այդքան անհրաժեշտ գումարը։ Ի տարբերություն մնացած ընտանիքների, խոպանչու ընտանիքում ամանորը սկսվում է ոչ թե հունվարի 1-ին, այլ այն օրը, երբ խոպանչին վերադառնում է խոպանից։ Այս իրավիճակում շատ կարևոր է տուն բերել այն, ինչին այդքան երկար սպասում էին տանեցիները։ Կնիքը լնայա քո համար ինչ եմ բերի։ Կնիկ ծանոթացի, ըսիկ մեր նոր երեխեն է։ Ваша благородие, госпожа удача, для кого ты добрая. Это я, почтальон Печкин. Принес заметку про вашего мальчика. Դե ինչ, նախորդ շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունեցին իմ խորհուրդները, քանզի նրանք ապագայում խոպանից տուն կվերադառնան ծանր գրպաններով եւ թեթև սրտով։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա չմոռանաք, որ ապագայում ձեր միջոցով Հայաստան ուղարկված բազմաթիվ ծանոթներից մեկը կարող է պատկանել պրոֆեսոր Գևորգյանին։ Չմոռանաք ինձ։ Ավարտելով խոպանչիների մասին հաղորդումը չեմ կարող ճանադառնալ այն փաստին, որ եթե հայկական բանկերը ինչ որ առումով բարձր ցուցանիշ ունեն, ապա դա դրամական փոխանցումների առումով է։ Դա էլ ի շնորհիվ հայկական խոպանչիների։ Հաջողություն։